Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, հանրային ռադիո եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է։ Հարթակն այս ամիս անդրադառնալու է Հայաստանի հարևան երկրներին։ Ասում են, մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է։ Ճանաչում ենք արդյոք մեր հարևաններին։ Գիտենք արդյոք հարևանի լեզուն, մտածելակերպը, մշակույթը։ Ու որ ամենակարևորն է, ինչպես լեզու գտնենք մեր հարևանների հետ, որոնցից երկուսին ուղղակի թշնամի երկիր կարելի է համարել։ Այս թողարկման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը, որի տարածքը գերազանցում է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Շվեյցարիայի տարածքները միասին վերցրած։ Իսկ տարածաշրջանում զիջում է միայն Չինաստանին ու Հնդկաստանին։ Ու այս ահռելի երկիրը Հայաստանի Հանրապետության հարավային հարևանն է։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ղեկավար Վարդան Ոսկանյանը։ Իսկ մինչև այդ լսենք ռեպորտաժը։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը ծնունդով իրանցի է, սակայն երկար ժամանակ է բնակվում է Հայաստանում։ Իրանը հայերի համար գրավիչ երկիր չի համարվում, քանի որ մենք մեր հարևանի մասին շատ քիչ բան գիտենք։ Անծայրածիր այդ երկիրը կարող է դառնալ նոր հնարավորությունների երկիր, ասում է իրանագետը։ Հայկական կողմից այցելությունը Իրան շատ քիչ են հազվադեպ։ Պարսիկներին բավականին աշխուժը հատկապես իրենց նոր տարվա Նոռուզյան օրերին։ Իրանը շատ հետաքրքիր երկիր է, պատմական հուշարձաններով, տեսարժան վայրերով, լայնածավալ երկիր է ու տարվա ցանկացած եղանակում կարող ես գարուն տեսնես, աշուն տեսնես, պարզապես զարգացած չէ։ Չգիտեմ, երևի մի քիչ դա այդ իսլամական զգեստավորումն է խանգարում, որ ասենք հայերը հակվեն դեպի Իրան, ինչպես ասենք ամռանը թեկուզ զմերը Թուրքիային գնում աշխատում։ Հիշում եմ մի դեպք, որ ընկերից ուզում էր նոր տարուն անցկացնել Շիրազում, ինքը չգտավ մի տարբերակ, որ կարողանա գնա այնտեղ նոր տարին իր այնտեղ անցկաց։ Մասնագիտությամբ լրագրող Արամ Շահնազարյանը բնակվում է Թեհրանում, նա էլ 10 տարի ապրել ու աշխատել է Հայաստանում։ Մեծ այդ հեռախոսազրույցում նա ասում է, որ թյուր պատկերացում ունենք մեր հարևանի մասին։ Պատկերացումը Իրանի մասին շատ ավանդական, այսպես կոչված սովետի ժամանակվանից ստեղծված իմիջը այն ինչ-որ դասագրքերում գոյություն է ունեցել, դա է եւ դժբախտաբար վերանկախացումից հետո 91 թվականից ի վեր այն պատկերացումով, որ Իրանի սահմանամերձ գոտիներից հիմնականում 3-րդ, 4-րդ կարգի վաճառականները, որոնք եկան Հայաստան եւ իջը ստեղծվել է դրանցով։ Ու դժբախտաբար ճանաչողությունը լավ չէ։ Ես կարծում եմ Հայաստանում հասարակության մեծամասնությունը ոչ լավապես գիտի Իրանը, ոչ էլ իրանցիներին ու Իրանի հասարակական համակարգը, տնտեսական, քաղաքական համակարգը։ Իրանի Թեհրանի բազարում ընդհանրապես sense մի ավանդույթ կա, տղամարդու խոսքի արժեք են իրենք ասում։ Եթե թեկուզ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվում այդ շուկայում աշխատող ավանդական առևտրականների հետ, դա իր տեղում կա։ Երբևէ չեն խախտի։ Ես կասեի դժբախտաբար կարծում ինչ-որ թույլտվություն կա, որտեղ իրենք էլ նույնը Հայաստանի նկատմամբ են ասում, որ անվստահելի գործընկերներ են, խաբում են, չի լինի վստահել, չի լինի բիզնես անել, չես կարող վստահ լինես, որ այն ինչ-որ քեզ խոստանում են կկատարեն, դու քո ներդրումդ հետ կստանաս, այս թյուր բանը կա երկու կողմից էլ։ Գիտենք արդյոք մեր հարևանի մտածելակերպը, սովորույթն ու մշակույթը։ Մանրամասները ներկայացնում Էմմա Բեգիջանյանը։ Մենք բավականին մոտ ենք մենտալիտետով։ Նույնիսկ այսպիսի բան կա, հայերը կրթության նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն։ Երեխան պիտի անպայման բարձրագույն սովորի։ Նույնը իրանց մոտ է։ Իրանց տոները ազգային նկատի ունեն, ոչ իսլամական, շատերը շատ մոտ են մեր տոներին։ Օրինակ իրանք ունեն Յալդայի գիշեր, այսինքն ձմեռնամուտի գիշեր, դեկտեմբերի 22-ին, երբ որ Միր Աստծո ծնունդն է, այդ ժամանակ իրանք նույն մեծ մասամբ այնտեղ բացի են, որ իրանք այդ ժամանակ թագավորը գն մեր արևածագը տեսներ հատուկ ծիսակատար մնացած խնջույքները, այն որ ասենք թագավորը իր իրավունք տալիս է սովորական մարդու այդ օրը, դրանք շատ նման են բարեկենդանի տոնակատարության։ Ասենք համբարձման տոնին այդ նույնը անում են Նոռուզի 13-րդ օրը։ Իրանցիներն հանդուրժող են, հավելում է Արամ Շահնազարյանը։ Բազմամշակույթ երկիր, որտեղ կրոնական փոքրամասնությունները, այդ թվում նաև հայերը ապրում են բացարձակ ազատ պայմաններում, ունենք մեր իրավունքները, ունենք մեր ավանդույթները եւ հասարակության մոտ տիրում է բացարձակ հանդուրժողականություն մյուսների նկատմամբ, այլ ազգերի, այլ կրոնական հավատանքների։ Էներգետիկ ռեսուրսներով հարուստ Իրանն էլ ունի սոցիալական խնդիր, սակայն պետությունն ամեն կերպ աջակցում է
քաղաքացուն։ Ամենակարևորը անվճար են առողջ ապահովությունն ու կրթությունը, նշում են իրանագետները։ Ընդեղ էլ կա ճեղքված մեծ, գյուղերում կան աղքատներ, բայց վերցնենք այդ կոմունալ, ասենք ծախսեր, որ այնտեղ շատ էժան են, անգամ եթե մի երկու անգամ էլ թանկացնեն, էլի այնտեղ էժան են ջուրը, բան չնայած իրանք ջրի խնդիր ունեն, էլեկտրահոսանքը, գազը, յուղերը բոլոր տեղերում կա ու շատ էժան է։ Այդ արդեն բավականին թեթևացնում է։ Բացի դա իրանք սուբսիդավորում են, կան աղքատներ, կարող է ծայրահեղ աղքատներ կան, բայց միջին խավը շատ լայն շերտ է։ Հիմնականում բոլորը կարող են օգտվել։ Առողջապահական հիմնարկները, հիվանդանոցները, պոլիկլինիկաները բոլորը ձրի են։ Կրթության որակը բավականին լավ է։ Իրանց համալսարանների բաները ընդունում են Եվրոպայում։ Նրանք ովքեր գալիս են մեզ մոտ, իրանք չեն կարողանում իրանց համալսարաններում իշոտ։ Իրանից տարեկան մեծ ուղեղի արտահոս կա։ NASA-ում 70 գիտնական է աշխատում։ Նույնիսկ ոմանք ասում են 43% իրանցիներ են։ Իրանը ընդհանրապես Միջին Արևելքի ամենազարգացած երկրներից մեկն է տնտեսական առումով, բացի նավթարդյունաբերությունը ունի շատ հզոր, այսպես կոչված ճարտարվեստական արտադրություններ։ Իրանը այդ առումով չափազանց զարգացած երկիր է, տնտեսական ներուժը հսկայական է, շատ մեծ է պոտենցիալը, կրթական մշակութային ներուժը շատ բարձր է։ Բժշկական առումով այս տարածաշրջանի ամենազարգացած երկիրն է եւ ունի սոցիալական, տնտեսական, քաղաքական հզոր համակարգ, ռազմական առումով եւս համարվում է այս տարածաշրջանի ամենահզորագույն երկրներից մեկը։ Իրանի պատկերը դա է։ Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի ճակատը զարդարում է պարսիկ բանաստեղծ Սաադիի բանաստեղծությունը, որում ասվում է. Մարդկությունը մի ողջ օրգանիզմ է, որ եթե մարմնի մի մասը ցավում է, մյուս մասերն էլ հանգիստ չեն, կորցնում են իրենց հանգիստ։ Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է Հարթակ հաղորդաշարը։ Այս պահին իմ հյուրը Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի ղեկավար Վարդան Ոսկանյանն է։ Բարի օր, պարոն Ոսկանյան։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Այսօր խոսում ենք մեր հարևան երկրներից Իրանի մասին։ Իրան անունը ծագում է հնագույն Արիանա անունից, որը նշանակում է արիների երկիր։ Երկրի նախկին անվանումը Պարսկաստան ծագում է նրա կենտրոնական մարզի Ֆարս կամ Պարս անունից։ 1935 թվականից երկիրը պաշտոնապես կոչվել է Իրան։ Սա տեղեկության համար իհարկե մեր ռադիոլսողներին։ Մենք էլ որպես արի հետևորդ կարելի է ասել, որ երկու ժողովուրդները սերում են միևնույն ակունքից։ Արդյոք դա այդպես է։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկելու լինենք հնդեվրոպական արմատից ծագելու հանգամանքը լեզվական առնվազն պատկանելության մակարդակում, ապա անշուշտ այդպես է, կարելի ասել, որ հայերը եւ իրանցիները հորեղբոր որդիներ են, ծագումնաբանական առումով, ավանդույթների առումով, քաղաքական հարաբերությունների մակարդակը եթե դիտարկելու լինենք, կարող ենք ասել, որ կրկին հարևան, բարեկամ եւ եղբայրական երկրներ են։ Շատ դեպքերում կարելի է նույնիսկ խոսել մեկ ժողովրդի երկու երկրներում գտնվելու հանգամանքի մասին։ Շատ ընդհանրություններ կան, որոնք մեզ եւ իրանցիներին կապում են իրար, հատկապես խոսքը գնում է Իրանի հյուսիսային շրջանների բնակիչների մասին, Ատրպատականը, որը պատմականորեն մեր հարևանն է եղել, հարավից մշտապես սահմանակցելով Հայաստանին եւ հայերիս, եւ այս տեսանկյունից մենք իրանցիների հետ կիսում ենք բազմաթիվ մշակութային տարրեր, կիսում ենք աշխարհայացքային էլեմենտներ, ընդհանուր պատմություն, ընդհանուր մշակութային ժառանգություն շատ դեպքերում նույնպես։ Իսկ մեր ժողովուրդը ընկալում է Իրանի ժողովրդին որպես հարևան, մտերիմ, բարեկամ եւ անգամ եղբայր։ Մեր ընկալումներում ըստ իս կա երկու շերտ, որը պայմանավորված է ավանդական մեր դասական գրականության վրա հիմնված կարծրատիպերի առկայությամբ, Ռաֆի, Վարդանանք եւ այլն ավարայրի ճակատամարտ պատերազմներ, գրականություն, որը ստեղծվել է 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարի սկզբներին, որը ուղղված էր հայկական ազգային ինքնությունը խթանելու, հայկական ազգային ազատագրական շարժման համար գաղափարական հենք ձևավորելու համար եւ որը անդրադարձ էր կատարում պատմական անցքերի։ Եվ կա երկրորդ փուլը, դա Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո իրանցիների հետ բաց սահմանների պայմաններում ուղղակի շփումն էր, որը Իրանի ընկալումը փոխեց ինչ-որ առումով մեր այդ ավանդական աշխարհայացքից, փոխեց դեպի լավ, անշուշտ Իրանը սկսեց ավելի շատ հանդես գալ ոչ թե պատմականորեն հայերի հետ պատերազմներ մղած, այլ Իրանը որպես մեզ համար հարավային դարպաս, Իրանը որպես պետություն, որը սատարում էր Հայաստանին Արցախյան պատերազմի ընթացքում, Իրանը որպես պետություն, որը թույլ չէր տալիս Հայաստանի եւ Արցախի շրջափակումը դարձնել լիարժեք, պահպանելով մեր համար շատ դեպքերում 90-ականների սկզբին կյանքի ճանապարհի գործառույթը, եւ նաեւ իրանցիները
իրանցիներ, որոնք եկան Հայաստան եւ ի վերջո մեր երկու ժողովուրդները այդ երկաթե վարակույրի անկումից հետո ունենալով հազարամյա շփման պատմություն, կրկին սկսեցին շփվել եւ բոլորովին նոր աչքերով նայել միմյանց։ Իսկ ինչպիսին է բնակչության կեսամակարդակը։ Ես հարցումներ չեմ անցկացրել եւ չունեմ հստակ տվյալներ։ Այո, պարզապես ձեր դիտարկումը։ Հաշվարկների մակարդակով զուտ վիզուալ տեսողական գնահատականով եթե մենք փորձենք խոսել Իրանի հասարակության մասին, ապա միջին խավը հիմնական շերտն է երկրի, հարուստներ իհարկե կան, համեմատաբար աղքատներ կան, բոլորովին աղքատներ։ Գործազրկություն Բայց կա։ գործազրկություն էլ կա, իհարկե։ Ցանկացած, ասենք այսպես ճակերտներով առատ, որը բնորոշ է ցանկացած երկրի Իրանում կա։ Իրանը բացառություն չէ որևէ ոլորտում, այլ խնդիրը որ հասարակությունը եւ պետությունը կառավարվում է բավական արդյունավետ եւ դա ցույց է տալիս նաեւ երկրի ներքին կայունության իրավիճակը։ Տեսեք շրջապատում եղան արաբական գարուններ, ճակերտավոր։ Իրանը խուսափեց դրանից։ Դա ցույց է տալիս, որ երկիրը կառավարվում է հնարավորին օպտիմալ, հնարավորին ընդունելի հասարակության մեծամասնության կողմից պայմաններով եւ առաջադրված խաղի կանոններով։ Ի տարբերություն հայերի Հայաստան ժամանած իրանցիները առաջին հերթին սովորում են հայերեն, որքանով ենք մենք ընկալում այս միտքը, այս գաղափարը։ Ես կարծում եմ, որ բազմաթիվ ասացվածքներ կար սկսած թշնամու լեզվից, հարևանի լեզու, քանի լեզու, գիտես այնքան մարդ ես եւ այլն։ Այս առումով բնականաբար հայերս որպես պատմականորեն այս տարածաշրջանում մշակութային խոշոր առաքելություն իրականացրած եւ նաեւ իրականացնող մենք երբևիցե չպետք է թերագնահատենք մեզ թեև փոքր պետություն ենք, խորենացուց դեռևս թեւացու ենք փոքր, բայց մենք էլ խոշոր գործեր կարող ենք իրականացնել եւ իրականացնում ենք, ամենևին ինքնագովություն չի սա որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ չի։ Մենք հայերս որպես նման առաքելություն իրականացրած եւ իրականացնող ժողովուրդ բնական է մշտապես ունեցել ենք լեզվական միջնորդների դեր նաեւ արևմուտքի, արևելքի, հյուսիսի, հարավի միջև։ Նայեք արևելագիտության դաշտը, հենց Պարսկերենի դասավանդման դաշտը։ Եվրոպական ամենախոշոր արևելագիտական ավանդույթ ունեցող երկրում Գերմանիայում իրանագիտության կարկառուն դեմքերից մեկը կարելի ասել նույնիսկ հիմնադիրը հայազգի գիտնական էր։ Ռուսական արևելագիտությունը պարտական է, թե Մոսկվայի արևելագիտությունը, Սանկտ Պետերբուրգի արևելագիտությունը պարտական է հայերին, որովհետև հայերն են հիմնադրել այդտեղ կոնկրետ իրանագիտական եւ արևելագիտական ուղղություններ։ Եվ այդպես շարունակ։ Այս առումով շատ դեպքերում իրանցիներն են զարմանում, որ հայերը տիրապետում են մի քանի լեզուների։ Հիմա դուրս գա Երևանի փողոցներ առնվազն 2-3 լեզու են տիրապետում մեր հասարակ։ Այո, ռուսերեն, անգլերեն, արևելյան լեզու գիտեն, գյուղի բնակիչը թուրքերեն գիտի, ինչ որ չափով ռուսերեն գիտի, հայերեն գիտի, այսինքն հայերը բազմալեզու են։ Իրանցիները եւ ռուսները կամ ամերիկացիները կրկին գիտական վերլուծություն չի իմ տեսողական գնահատականն է, որպես կայսերական ավելի շատ ժողովուրդներ ավելի քիչ հակում ունեն օտար լեզուներ սովորելուն։ Նրանք ենթադրում են, որ մյուսները պետք է սովորեն իրենց լեզուները, ռուսներն էլ են խնդրեմ ունենում օտար լեզուների հետ կապված, ամերիկացիներն էլ իրանցիները նույնպես։ Եվ այս առումով բնական է 80 միլիոնանոց երկիր է եւ նրանք ավելի շատ ձգտում են սեփական լեզուն տարածել, քան ուրիշի լեզուն յուրացնել։ Իրանի խոշոր քաղաքներն են Թավրիզը, Քերմանշահը, Սպահանը, Շիրազը, Քերմանը եւ այլն։ Էլբրուսի ստորոտին փրված է երկրի մայրաքաղաք Թեհրանը։ Մեզ համար ինչով կարող են հետաքրքիր լինել իրանական խոշոր կենտրոնները տնտեսական, կրթական առումներով։ Մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, եթե ես դիտարկելու լինեմ խնդիրը կոնկրետ հայերիս պրագմատիկ տեսանկյունից, բնական է մայրաքաղաքից բացի մեզ պետք է հետաքրքրի երկու խոշոր կենտրոն առաջին հերթին, դա Թավրիզն է, որը գտնվում է անմիջապես Հայաստանի սահմանին, մեր հարևանությամբ, Ատրպատականի աշխարհագրական երկրամասի մայրաքաղաքը, եւ Սպահանը որպես կարևորագույն Իրանի մշակութային նաեւ կենտրոն եւ կարևորագույն կենտրոն, որտեղ հայերը ունեցել են աներևակայելի նույնիսկ դերակատարություն Իրանի պատմական մշակութային տնտեսական կյանքում եւ այսօր էլ Սպահանի արվարձան ժամանակին եղած հիմա այդ քաղաքի մաս դարձած հայկական թաղամասը կամ նոր ջուղան Իրանի գոհարներից մեկն է ըստ էության մշակութային, ճարտարապետական, նաեւ պատմական իր արժեքով։ Հետևաբար մեզ համար առավել հետաքրքիր պետք է լինի ըստ իս համագործակցությունը Ատրպատականի հետ, Թավրիզի հետ, Սպահանի հետ մի կողմից եւ բնական է Թեհրանը որպես երկրի սիրտ, երկրի հիմնական զարկերակ։ Ատրպատականը մեզ հետաքրքրում է երկու առումով, նախ որպես անմիջականորեն մեզ հետ հարևան տարածաշրջան, երկրորդը տարածաշրջան, որի հանդեպ որոշակի մշակութային էթնիկական նկարտումներ ունի մեր դարավոր ողերիմ ճակերտավոր բարեկամը Ադրբեջանական Հանրապետությունը, մի կողմից եւ Թուրքիան ինչու՞ չէ մյուս կողմից, բայց ատրպատականցիները հայերիս հանդեպ ունեն հատուկ բարյացակամ վերաբերմունք իրենց մեծամասնության մեջ։ Իրանն աշխարհի հնագույն պետություններից է, որի 2500-ամյակը տոնվել է 1971 թվականին։ Դա Աքեմենյան տերության տարեդարձն էր, որի կազմի մեջ էր մտնում նաև այն ժամանակ Հայաստանը։ Ինչ մշակույթ ենք թողել մենք հայերս Իրանում։ Պետք է ասել հայերիս դերակատարությունը Իրանի այդ ձեր նշած ամբողջ
պատմական եւ մշակութային կյանքի ընթացքում յուրօրինակ է, աննախադեպ է, նույնիսկ կարելի է այս բառը օգտագործել, մենք մասնակցել ենք իրանական պետության կառուցման գործին, մենք մասնակցել ենք իրանական պետության մղած ճակատամարտերին այլոց դեմ, մենք մասնակցել ենք Իրանի մշակութային կյանքին, գիտական կյանքին, կրթական կյանքին, ոլորտ չկա, որտեղ հայերը Իրանում դերակատարություն եւ առաջնային դերակատարություն ունեցած չլինեն։ Շատ հաճախ կարելի է Իրանում առաջին բառով սկսվող ցանկացած երևույթ բնորոշել եւ կապել հայերի հետ։ Նույնիսկ առաջին համբուրգերը Իրանում հայերն են բերել, շատ կենցաղային եւ շատ բարձունակ մի բան, բայց այսուհանդերձ այս տեսանկյունից ես շատ եմ այդ մասին նաեւ խոսում իմ իրանցի գործընկերների հետ։ Մենք Իրանը պետք է դիտարկենք նաեւ մեր երկիրը որպես եւ իրանցիները պետք է հասկանան, որ այդ երկիրը որքանով որ պատկանում է այնտեղ բնակվող այլ ժողովուրդների, դիցուկ քրդերին, դիցուկ բելուջներին եւ այլոց, նույնքանով էլ պատկանում է հայերին, ընդ որում ոչ միայն հայերին, որոնք Իրանում են ապրում, այլ նաեւ հայերիս, որոնք բնակվում են Հայաստանում։ Պարոն Ոսկանյան, հետաքրքիր է, արդյոք իրանցիները ընդունում են այս փաստը։ Իրանցիների համենայն դեպս մտավորական հատվածը, որոնց հետ իմ շփումներն են հիմնականում եւ ինչու՞ չէ հասարակ ժողովրդի ներկայացուցիչները եւս նույնիսկ հաճույքով են ընդունում այս հանգամանքը։ Իրանցիները հայերից դիտարկում են շատ դեպքերում ուղղակի որպես եղբայրներ, երբեմն նույնիսկ չեն տարանջատում մեզ իրենցից, համարում են միևնույն ժողովրդի մի հատված, որը դավանական առումով, կրոնական առումով իրենցից միգուցե տարբեր է, բայց ընդհանուր արժեքները կիսելու, ընտանեկան արժեքների մասին է խոսքը, մշակութային արժեքների մասին է խոսքը, առումով իրենց չափազանց հարազատ ժողովուրդ։ Հարազատ նույնիսկ Իրանի տարածքում ապրող բազմաթիվ այլ էթնիկական միավորներից։ Իրանը նաև հնագույն մշակույթ ունեցող երկիր է, ինչպես արդեն նշեցիք դուք, փիլիսոփայական մտքի հուշարձանը Ավեստան է, որտեղ արտացոլված են նաև հնդիրանական ցեղերի տիեզերագիտական պատկերացումները։ Այստեղ կարող են գտնել մեր կորսված պատմության արմատները։ Ընդհանրապես պետք է նկատի առնել, որ Ավեստան դա հին իրանցիների զրադաշտական կրոնի, զրադաշտի ռեֆորմացիայի ենթարկած կրոնի սուրբ գիրքն է, այդքանը եւ ոչ ավելին։ Բնականաբար Ավեստան ունի շատ կարևոր պատմական արժեք որպես սկզբնաղբյուր իրանական ժողովուրդների պատմության, որպես սկզբնաղբյուր ընդհանրապես հնդեվրոպագիտության համար, հնդեվրոպագիտություն, որի մի մասն է կազմում նաեւ հայագիտությունը, այս տեսանկյունից, բայց պետք է հստակորեն տարանջատել Ավեստան հայերինս չէ, դա այլ ժողովրդի պատմության, այլ ժողովրդի մշակույթի, այլ ժողովրդի անցած ուղու կամ կրոնական հավատալիքների մի սկզբնաղբյուր է, որտեղ իհարկե կան բազմաթիվ ընդհանուր կետեր հայերիս հետ կրկին որպես ծագումնաբանական ընդհանրություն ունեցող ժողովուրդ եւ կա որոշակի հավատալիքային շերտ, որը միավորում է հայերիս մինչ իսլամական Իրանը եւ մինչ քրիստոնեական Հայաստանը, դիցուկ այդ վիշապների հետ կապված առասպելական հատվածը, որը ընդհանրապես հնդեվրոպական մակարդակում առասպելույթ է վիշապին սպանելու, ասենք այսպես առասպելույթ է, երբ հերոսը սպանում է ջուրը փակած վիշապին, եւ այս տեսանկյունից եթե մենք խորանանք պատմական մշակույթի տիրույթները, խորխորատները, ապա ընդհանրությունները գնալով ավելի կավելանան։ Իրանը փիլիսոփաներ Ավիցեննայի, Սուհրավերդի, պոետներ Ֆիրդուսու, Օմար Խայամի, Նիզամի եւ այլ հայտնի մարդկանց հայրենիքն է։ Արդյոք մենք լավ ենք ճանաչում նրանց եւ որքանով են նրանք ճանաչում մեր այս մշակույթը։ Եվ նշենք, որ Թեհրանի մոտակայքում գտնվող Իրանի Փարդիս տեխնոլոգիական կենտրոնում 2009 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի կիսանդրու բացման արարողությունը։ Այո, եղել է նման արարողություն եւ բավական լայն արձագանք է գտել իրանական նաեւ զանգվածային լրատվամիջոցներում։ Ընդհանուր առմամբ մենք Իրանը չնայած հազարամյակներ շարունակ ապրում ենք այս ժողովրդի, այս երկրի հետ հարևանությամբ, շատ դեպքերում խառը, շատ դեպքերում միահյուսված տարբեր պատմական տիրույթներում, բայց այդքան էլ լավ չենք ճանաչում իրանական մշակույթը։ Պատճառը վերջին 70-100 մոտավորապես տարվա ընթացքում այդ կտրվածությունն է, իսկ ընդհանրապես ավանդաբար ես կարծում եմ Հայաստանում չեք գտնի որևէ մեկին, որը չիմանա Ֆիրդուսի մասին կամ չիմանա Օմար Խայամին կամ գոնե նրա քառյակներից որևէ բան կարդացած չլինի, նաեւ Նիզամիին, ինչու՞ չէ։ Նիզամիին, որը գիտեք նաեւ հանիրավի կերպով յուրացվում է հարևան Ադրբեջանական Հանրապետության կողմից, այս առումով իրանցիներն էլ հայկական մշակույթը այդքան լավ չեն ճանաչում։ Շատ դեպքերում իրանցիների ճանաչողությունը մեր մշակույթի սահմանափակվում է բացառապես Իրանում բնակվող հայերի մշակույթի ճանաչողությամբ։ Հայաստանում ստեղծված մշակութային խոշորագույն ձեռքբերումները իրանցիների մեծամասնության համար հասույթ չեն, եւ այս ոլորտում թե տնտեսության դաշտում եւ թե այս հատվածում մենք ունենք բազմաթիվ անելիքներ, թե Իրանը Հայաստանում ճանաչելի դառնալու համար, թե մենք Իրանում ճանաչելի դառնալու համար։
բայց փառք Աստծո այդ հնարավորությունները կան, կա քաղաքական բարձր մակարդակով այդ հարաբերությունները զարգացնելու, կա ասեմ այսպես ընդհանուր դրական անկալման ֆոնը, որովհետև հայերս էլ ենք դրական անկալում իրանցիներն են դրական անկալում մեզ, եւ այս տեսանկյունից բոլոր հնարավորությունները կա հասնելու, որպեսզի երկու ժողովուրդները նախ եւ առաջ ճանաչեն միմյանց մշակույթները, որովհետև ամենաուղիղ ճանապարհը մերձանալու մշակութային երկխոսության ուղին է։ Մենք ականատես ենք լինում այն փաստին, որ գնալով իրանցիների հոսքը Հայաստան ավելանում է, եւ կարծես թե տպավորությունն այնպեսին է, որ մենք սկսում ենք ավելի վատ նրանց վերաբերվել, նրանք ավելի շատանում են Հայաստանում եւ փոխարենը մենք ավելի ուրախանանք, որովհետեւ դա իր հետ բերում է նաեւ այլ հետևանքներ դրական իմաստով։ Մենք ավելի շատ ագրեսիա ենք ցուցաբերում։ Ինչի հետ եք դա կապում։ Գիտեք, ես չէի ասի, որ մենք ավելի շատ ագրեսիա ենք ցուցաբերում, ուղղակի սովորաբար հասարակությունը երբ որ փակ է լինում եւ բացվում է, մշտապես այդ խնդիրը առկա է։ Իրականության մեջ մենք ցանկացած հայաստանցի, ցանկացած մեր երկրի քաղաքացի ինչ որ առումով երկվության մեջ է։ Մենք սովորել ենք տարիներ շարունակ ապրել փակ հասարակությամբ։ Այսօր այդ ապրելակերպը արդյունավետ չէ զուտ տնտեսական առումով, որովհետև այսօր Հայաստանում զարգանում է զբոսաշրջությունը, իսկ զբոսաշրջությունը ենթադրում է ավելի բաց հասարակության առկայություն, հասարակություն, որը զբոսաշրջիկին կդիտարկի որպես սեփական երկրին օգուտ բերող տար, այլ ոչ թե բացառապես վնաս բերող։ Զբոսաշրջությունը ունի նաև վնասներ բերող հատված։ Դիցուք քաղաքը աղտոտվում է, եթե զբոսաշրջիկների մեծ քանակ է լինում, բայց պետք է կազմակերպել աշխատանքները այնպես, որպեսզի դրա եկամուտը ծածկի այդ մաքրման գործընթացի համար։ Ինչպես այո, բոլոր երկրներում, որոնք ունեն նման քաղաքականություն եւ իրականացնում են նման քաղաքականություն։ Կան անշուշտ դեպքեր կենցաղային մակարդակում որոշակի խաբեբաներ էլ հանդիպում են իրանցի զբոսաշրջիկներին, բայց ընդհանուր առմամբ իրանցիները շատ դրական տպավորություններով են հեռանում Հայաստանից եւ ես կարծում եմ, որ սա կարևոր գրավական է, որպեսզի այդ հոսքերը շատանան։ Բնականաբար մեզ ձեռնտու է տնտեսական առումով, որպեսզի նման հոսքեր լինեն եւ այդ հոսքերը շատանան։ Հետեւաբար ցանկացած Հայաստանից գոհ հեռացած իրանցի դա պոտենցիալ մի քանի հոգեր իր հետ բերող անձ է, իսկ դժգոհ հեռացողը մի քանի մարդու Հայաստան գալ արգելող կամ Հայաստանի ոչ դրական քարոզչություն իրականացնող անձ է։ Հետևաբար մեր հասարակությունն էլ պետք է հասկանա, որ զբոսաշրջիկին լինի դա իրանցի, որևէ այլ երկրի քաղաքացի տարբերություն չկա, պետք է ընդունել ըստ պատշաճի եւ բնականաբար սեփական ազգային արժանապատվությունը չոտնահարելու ուղով, արժանապատիվ կերպով ներկայացնել սեփական երկիրը, սեփական մշակույթը, ունենալ արժանապատիվ ի վերջո հարաբերություններ նաեւ տնտեսական ոլորտում այդ զբոսաշրջիկի հետ։ Փորձենք ամփոփել մեր այսօրվա հաղորդումը, այս թեման, որն եք դիտարկում այն առաջին քայլը կամ մի քանի քայլերը, որոնք պետք է արվեն նախ հասարակությանը, Իրանի ժողովրդին ավելի ջերմ վերաբերմունք ցուցաբերելու եւ ընդհանրապես մեր հարաբերությունները տանելու դեպի ավելի առաջ։ Կարծում եմ նախ եւ առաջ մեր հասարակության մեջ անկալումների խնդիրը մենք պետք է լուծենք, այսինքն ի վերջո, որpիսի Իրանը ավելի դրական անկալվի, քան է, կարիք կա Իրանը ավելի լավ ներկայացնելու։ Դա նաեւ մեր իրանագետներից գործն է, դա ընդհանրապես մշակութային եւ կրթական մտավորական դաշտում աշխատող բոլոր անձանց գործն է, որովհետեւ Իրանը կարելի է ճանաչելի դարձնել ցուցահանդեսների միջոցով, մշակութային միջոցառումների միջոցով։ Ի վերջո երկիրը հսկայական երկիր է, ունի բազմազանություն նաեւ մշակութային առումով իր մեջ եւ տարբեր նահանգների մշակույթները կարող են շատ հետաքրքիր լինել, տարբեր լինել մեկը մյուսից եւ այս առումով հսկայական դաշտ կա, որտեղ մենք կարող ենք աշխատել։ Նաեւ իրանական կողմը պետք է շահագրգիռ լինի սեփական երկիրը ներկայացնելու Հայաստանում որպես բարեկամ, հարևան, եղբայրական հանրապետություն։ Մեր անելիքները Իրանում միգուցե ավելի շատ են, որովհետև մենք ավելի փոքր ռեսուրսներ ունեցող ժողովուրդ եւ երկիր ենք, բայց մենք ունենք մի կարևոր հաղթաթուղթ, դա իրանահայ համայնքի ներկայությունն է այս երկրում, որը լայնորեն ներկայացված է իմիջիայլոց Իրանի ողջ տարածքով մեկ եւ կարող է խողովակի միջնորդի դեր հանդիսանալ Հայաստանի Հանրապետության մշակութային ձեռքբերումները այնտեղ ներկայացնելու առումով։ Այսինքն անձնական կապերի դաշտից հարաբերությունները ժամանակն է տեղափոխել ինստիտուցիոնալ կապերի դաշտ, տարբեր համալսարանների միջև համագործակցություն, մշակութային օջախների միջև համագործակցություն, տարբեր մշակութային խմբերի, երգիչների, պարախմբերի եւ այլն արվեստագետների ինստիտուցիոնալ իմաստով համագործակցություն, ոչ թե անհատական մակարդակով համագործակցություն, որը այսօր էլ կա։ Շնորհակալ ենք պարոն Ոսկանյան մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հետաքրքիր զրույցի համար։ Հուսով ենք այս հաղորդումն էլ ինչ որ կերպ կնպաստի մեր հարևան Իրանին ավելի լավ ճանաչելու համար։ Տա Աստված։ Օմար Խայամն ասում էր.
Եթե քո կյանքի գետ մի պահն անցնի, չթողնես առանց խնդության անցնի։ Կյանքի իմաստը հենց ինքն է որ կա, ինչպես որ ապրես, այնպես էլ կանցնի։ Ավարտվեց հարթակի հերթական թողարկումը։ Ինչպես միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին Հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։ Կհանդիպենք։